Պարոն Չախոյան, դուք ժամանակին բացահայտել եք, թե ինչպես են պետական կառույցների աշխատակիցներին բերել ՔՊ-ի հանրահավաքին, հիմա իրենք եկեղեցիականների դեմ քրեական գործեր են հարուցում, իբրև թե ուղղորդել են մարդկանց մասնակցելու ընդդիմադիր հավաքի։ Ձեր բացահայտման հետքերով գնացին իրավապահները եւ ՔՊ-ականները ուղղորդումները դատապարտվեցին։ Տվյալ դեպքի առթիվ, որը տեղի էր ունեցել 2023 թվականի Երևան քաղաքի հավաքական ընտրությունների, մասնավորապես Նորնոկ վարչական շրջան Գայ Արձանի Տիգրան Ավինյանի հավաքին, որ մանկապարտեզի, դպրոցների, այլ պետական հաստատություններից մարդկանց բերել էին ի աջակցություն Տիգրան Ավինյանին, այդ տեսանյութը ես նկարահանել եմ եւ ցույց եմ տվել, թե ոնց է մոտիկանում, մարդկանց հարցնում, որտեղից եք, որ կառույցից եք, իրանք ասում են մենք այսքանով ենք եկել, մենք բոլորս ենք եկել եւ այլն։ Եվ տվյալ դեպքի առթիվ, անկախ ամեն ինչից, թե ինչ բարձր հանրային աղմուկ էր բարձրացել, իրավապահները չարձագանքեցին, ինչպես որ արձագանքեցին, վերջերս ժամանակատվեց եկեղեցու շուրջ տիրող այդ հավաքների վերաբերյալ, ինչը որ հենց դա խոսում է, որ այսօրվա իրավապահ համակարգը սպասարկում է այս իշխանության շահերը, հակառակ դեպքում տվյալ դեպքում էլ պիտի շատ մարդիկ ձերբակալվեն եւ քննություններ անցկացնեն, թե ոնց է լավ, թե ոնց են մարդկանց տիպողաբար բերել հավաքին, բայց դա չարեցին։ Չնայած քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը, իրավիճակը քաղաքային տրանսպորտում շարունակում է մնալ անմխիթար եւ մարդիկ ժամերով սպասում են կամ խցկվում են լավագույն դեպքում, ինչ եղավ ձեր գնահատմամբ խոստացված բարեփոխումների հետ։ Խոստացած բարեփոխումները, ինչպես նաեւ այլ բոլոր խոստացված խոստումները կյանքի չկոչվեցին, դա հերթական նախընտրական քարոզարշավի սուտ փուչիկ խոստումներից է։ Իրականում տրանսպորտի համակարգի բարելավելը դա հեշտ բան չի, իրականում շատ բարդ եւ պատասխանատու գործառույթ է, բայց երբ որ իշխանությունը խոսք է տալի քաղաքացիներին եւ ասում է մենք անելու ենք մեծամտությամբ նման հայտարարություններ անելով, դրանք ուղղակի պարտավոր են, բայց այդ իրանց հայտարարությունների հետևում գործը չի երևում, մենք բոլորս չենք տեսնում։ Մի բան է, եթե հայտարարենք, որ դժվար է լինելու, դժվար ճանապարհով ենք անցնելու, սենց կլինի, բայց այս իշխանությունը ընտրությունների ժամանակ հստակ թվեր են հայտարարել, հստակ խոստումներ են տվել, բայց այդ հստակ խոստումները ոչ մի կյանքի չեն գործվել ու հիմա ժողովուրդը բոլորը տեսնում է։ Դուք շարունակում եք բացահայտել գնումներ, որտեղ գումարներ են մսխվել ու նման իրավիճակը միայն Երևանի քաղաքապետարանում չէ։ Ձեր գնահատմամբ անգամ բացահայտումներից հետո այդ մարդիկ ինչու են անպատիժ մնում ու արդյոք հնարավոր էին այդ մսխումները առանց Նիկոլ Փաշինյանի հովանու։ Տեսեք, միանշանակ առանց Նիկոլ Փաշինյանի հովանու այդ ամենը չի կարող տեղի չունենա, որտեղ Նիկոլ Փաշինյանը բոլորս շատ լավ գիտենք, որ շատ ակտիվ, մասնավորապես ֆեյսբուքյան սոցցանցում նա դիտում է տեսանյութները, հրապարակումները եւ նա չի հրահանգում իրավապահ մարմիններին, թեկուզ այդ թվում WhatsApp-ով, որ այդ ամենին պատշաճ գնահատական տա եւ հենց այդ ամենն էլ հենց այն բացատրությունն է, որ Նիկոլ Փաշինյանը հովանավորում է։ Տվյալ դեպքում արդեն Տիգրան Ավինյանը պետք է ձերբակալված լիներ։ Բայց տվյալ դեպքի արդիվ գնումներից մի փոքր շեղվենք ապօրինությանը, որը անհերքելի է եւ ոչ ոք չի կարող հերքել, նույնիսկ Տիգրան Ավինյանը։ Վերջերս ես բազմաթիվ անօրինական շինարարական աշխատանքներ եմ բացահայտել, որ Նորնոկ վարչական շրջանի թաղապետարանի անմիջապես դիմացի հատվածը, այլ ոչ թե ինչ-որ այգիների տեսանելի հատվածում ապօրին տարածք են զավթա, այսինքն այս գլխավոր փողոցի մոտ համայնքային հողի վրա 500 քառակուսի հող համայնքային զավթել են, որի արժողությունը $360,000 է եւ առանց շինարարական թույլտվության կառուցել են մեծ ահռելի գյուղամթերքի շուկա, որի ընդհանուր արժեքը պետական բյուջե, այսինքն այդ աշխատանքները իրականացնելու եւ այդ հողը գնելու դեպքում կազմում է $560,000, այսինքն շինթույլտվության գումարը ներառված, բայց այդ գումարը մուտք չի կատարվել պետական բյուջե, այսինքն ոնց կարելի է, որ այդ ահռելի մեծ շինարարական աշխատանքները պետությունը Երևանի քաղաքապետարանը չնկատի, այն դեպքում մենք բոլորս տեսնում ենք, երբ որ ինչ-որ մեծ տարիքով
պապիկ ինչ-որ միտեղ ապօրինի զավթում է, անմիջապես Երևանի քաղաքապետարանը արձագանքում է եւ գնում է ապամոնտաժում է եւ այդ ամենը հերոսություն են ցուցադրում ու մենք տեսնում ենք թե ինչքան տաղավարներ, բուտկաներ եւ երկհատե ավտոտնակներ են ապամոնտաժում, մասնավորապես հենց նույնպես ծեր տարեց պապիկների ավտոտնակներ, բայց տվյալ դեպքում նման ապօրինություն, որտեղ մեծ կոռուպցիոն դրվագներ կան, որոնք պետական բյուջե գումարներ մուտք չեն անում, դա հենց Երևանի քաղաքապետարանի կողմից բաստող է եւ հենց նորոնք վարչական շրջանի քաղաքապետարանի դիմացի հատվածը, բացի իմ նշված հատվածում, մեկ այլ մեծ սուպերմարկետ են սարքել առանց շին թույլտվության։ Այսինքն հենց քաղաքապետարանի դեմն է, նորից եմ կրկնում, ինչ որ ծայրամասում չի գտնվում, որ բաստողի եղածներին չնկատելու տան եւ այդ շինարական աշխատանքները գյուղամթերքի տևել է 1 տարի։ Պատկերացնում եք 1 տարի այդ աշխատանքները իրականացել է, Երևանի քաղաքապետը չի տեսել։ Այսինքն ու շինարարը վնասում է պետական գույքը, մայթը ու հենց շինարարը պետք է մայթը վնասի, բայց այդ գույքը վնասում է վերականգնում է Երևանի քաղաքապետարանը ժողովրդի վճարած հարկերով, այսինքն միանշանակ հենց դա հաստատում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը հովանավորում է, այսինքն չի կարող Երևանի քաղաքապետարան գա մայթը սարքի ու չտենա, որ սնկի պես ինչ-որ մեծ գյուղամթերքի շուկա է աճել եւ հենց դա հենց կոռուպցիա է։ Երևանում ՔՊ-ի հիմնական գործընկեր Հանրապետություն կուսակցությունը վաղ շաբաթում հանդես է գալիս որպես ընդդիմադիր, ինչ կասեք վաղ շաբաթի ընտրությունների այս դրվագի մասին, կարող են վստահել նրանց ընդդիմադիր լինելուն։ Իհարկե, իրենց ընդդիմադիր լինելը բոլորիս արդեն հայտնի է, ինչպես որ նման հայտարարություններով երևանցիներին խաբեցին եւ ձայներ տվեցին ՔՊ-ին, որ հենց մասնավորապես Անի Խաչատրյանն էր հայտարարում մենք լինելու ենք կոշտ ընդդիմություն, բայց այդ կոշտ ընդդիմությունը մենք տեսանք, որ մեջ սիրո ներքո շրջապատված կոռուպցիոն դրվագներով ընդդիմություն էր ու տվյալ դեպքում էլ ես կարամ ասեմ նույն գործելավոճով էլ վաղաշաբաթում են իրանք փորձելու հաղթել, այսինքն առանձնանում են որպես ընդդիմություն, բայց վերջնարդյունքում իրենք ՔՊ-ի օրակարգն են սպասարկում, որտեվ տեսեք, մի հետեք դրվագ կա, որ Հանրապետության կուսակցության քաղաքապետի տեխնացուն վաղաշաբաթի Հարություն Մկրտչյանը հայտարարել էր, որ նա մասնակցելու է ազգային ժողովի ընտրություններին, որից հետո հայտարարել է, որ իր տեխնացությունն առաջադրել վաղաշաբաթի ընտրություններին, այսինքն քաղաքապետի տեխնան։ Հիմա այդտեղից հարց է առաջանում եւ ցանկանամ այդ հարցի պատասխանը վաղաշաբաթցիները ստանալ հենց Հանրապետության կուսակցության քաղաքապետի տեխնացուից։ Եթե դուք պատրաստվում եք ազգային ժողովի ընտրություններին մասնակցեք, վաղաշաբաթ քաղաքում մանդատ ստանալուց հետո դուրս է գալի, նա պետք է այդ մանդատը վայր դնի, որ գնա ազգային ժողովի այդ մանդատը վերցնի, չէ՞ որ իրենք դեպի հաղթանակ են գնում։ Հիմա հարց, դա դուրս չի գալի, որ նրանք օրակարգ են սպասարկում ձայն փոշիացնելու իօգուտ ԿՊ-ին։ Հակառակ դեպքում ոնց կարելի է երկու հայտարարություն անել, բայց որը մեկը մյուսին հակասում է։ Այսինքն ակնհայտ իր հայտարարությունը հենց փաստում է, որ նրանք փոշիացնում են ընդդիմադիր ձայները, այդպիսով է նրանք հայտարարում են, որ մենք ընդդիմադիր են, այսինքն ոչ գիտակից քաղաքականությունով քիչ զբաղվող մարդիկ եւ Վազգեն Սարգսյանի հանդեպ համակրանքը ունենալով հանդեպ իրանք այդ հանգամանքը հաշվի առնելով փորձում են վերցնել ընդդիմադիր կեցված, բայց հուսամ վաղաշաբաթցիները այդ հարցը կուղեն իրենց եւ կփորձեն այդ հարցի պատասխանը ստանալ։ Այդպիսով ճիշտ հետեւություններ անել ու ընտրությունը ժամանակ ճիշտ ընտրություն կկատարեն։ Եվ այդ նույն գործելավոճով ԿՊ-ի համարձակներ փոշիացնելով վաղաշաբաթում տեղի ունեցավ 2021 թվականի Ջիվան Աբրահամյանի կողմից ընդդիմադիր ձայների փոշիացումը։ Ես համայնքապետարանից վաղաշաբաթի գրություն եմ վերցրել, թե բոլոր կայացած ավականուն նիստերից քանիսին է Ջիվան Աբրահամյանը մասնակցել, պատասխանը ստացել եմ 60 կայացած ավականուն նիստերից Ջիվան Աբրահամյանը մասնակցել է ընդամենը 2 ավականու նիստերին։ Եվ այդ ամբողջ 4 տարիների ընթացքում
բոլորն էլ տեսել են, որ Ջիվան Աբրահամյանը ինչ լռության ներքո աջակցել է ՔՊ-ին, այսինքն նիստերին չի մասնակցել, այսինքն նա ընդդիմադիր չի եղել, այսինքն ձայնը փոշիացել եւ այդ իր մանդատը չի օգտագործել իշավ աղաշապացիների խնդիրները, այդ թվում բարձրաձայնելու, լուծելու, փորձելով լուծում տալու։ Հենց նույն գործելավոճով էլ շարունակում է Հանրապետության կուսակցությունը այդպես ընդդիմադիր ձայները փոշիացնելով, հենց նույնպես էլ հենց Հարություն Մկրտչյանը պատրաստվում է իր մանդատը վայր դնել եւ մասնակցել ազգային ժողովի ընտրություն, այսինքն ժողովրդի խնդիրներով իրեն տված մանդատով նա չի իրագործելու։